Արթուր, որքան գումարի մասին է խոսքը, որքան գումարի։ Էսի առելի միլիոնավոր դրամների գումար է կազմում։ Այսքան թիթեղները։ Հենց սա մասին է խոսքը գնում։ Անկեղծ ասած, հստակ կոնկրետ թիվ չեմ կարող ասել, մոտավոր շուկայական արժեք կարամ ասեմ, ըստ իմ հաշվարկի մոտավոր 500,000 դրամ, մոտավոր, բայց բոլորս պատկերացնում եք, այդ իրականում քանի հատ նման աշխատանքներ իրան կարող են դուրս գրել 12 վարչական շրջաններով եւ աշխատանքի գումար եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտ է հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան բռնել եմ փաստաթղթերով հիմնավոր, հիմա էլ չեն կարող ասել վրիպակ ա եղել, սա շինախպ ա եղել, մենք պետքա տանենք թափենք եւ այլն եւ այլն։ Ոչ, ժողովուրդ ջան, այսինքն Երևանի քաղաքապետարանը նորոգած տանիքները, որը քաղաքացիները իրենց ֆինանսական միջոցներով են նորոգել, գումարներ են դուրս գնում։ Եվ այս դեպքում ինձ վրա են գումար ուզեցել դուրս գրեն։ Բայց տեսեք, բացահայտեցի, ներկայացրեցի, իրանց թալանը վերադարձնում եմ Երևանի քաղաքապետարանին, հույս կունենա մեր շինանյութը կարիքավոր մարդու կտան, որ իրանց տանիքը նորոգեն, այլ ոչ թե տանեն իրանց, չգիտեմ, ջեբերը կամ տանեն ծախեն, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, էսա, այսինքն դուրս է գալի, որ մարդիկ, որ կարիք ունեն իրանց տանիքը նորոգելու, Երևանի քաղաքապետարանը ուղղակի չի նորոգում, մերժում է, որ մարդիկ իրանց միջոցներով գնան նորոգեն, որ իրանք գումարներ դուրս գրեն։ Այսքանը ժողովուրդ ջան։ Իսկ փորձել եք հենց քաղաքապետարանից ճշտել, թե ինչպես է ստացվում, որ առանց ձեր տեղեկության ձեր անունով Դե փորձելու բան ինչ, եթե որ փորձեմ իմանամ, իրանք ասելու են սադրեցի եւ այլն, պարզ չի ֆեյք ցուցակ են կազմել, գումարներ են դուրս գրել։ Էլ այդ ամենը ուրիշ բացատրություն չունի։ Այսինքն ակնհայտ փաստաթղթեր են կեղծել եւ գումարներ են դուրս գրում։ Այսինքն սա ոչ նորվա դեպք է եւ առաջի դեպքը չի։ Այսինքն մենք բոլորս դրա մասին գիտենք, որ նման բան է լինում, բայց ակնհայտ որպես փաստացի ոչ ոք դրա մասին ոչ բացահայտել է եւ sense փաստացի չի ներկայացել եւ ես ներկայացնում եմ եւ պատկերացրեք քանի տարվա ընթացքում քանի հատ 500-1 միլիոն դրամներ են դուրս գրվել ոչ նպատակային։ Նաեւ այս վերջի իրադարձություններից խոսենք, հա, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նախ հրաժարական տվեց, հետո նաեւ կալանավորվեց։ Այո։ Խոսակցություններ եղան, հա, որ ծեծի ենթարկել իր նախկին ընկերոջը, հա, իրենց ԿՊԱ-ական անդամը։ Դրա մասին ինչ կասեք, որովհետև դուք եւս թաղապետ։ Տեսեք, հետաքրքիր ինչու՞մ է դեպքը կայանում։ Բոլորս տեսանք, թե նոր վարչական շրջանում ինչ խուլիգանություն տեղի ունեցավ, մոտ 10 հոգու, որ հարձակվել են ինձ վրա, իրենց կալանավորելու փոխարեն ինձ կալանավորեցին, բերման ենթարկեցին։ Իսկ տվյալ դեպքում, որ Ռազմիկ Մկրտչյանին 2 ամսով կալանավորեցին, ակնհայտ որ ըստ մամուլի շարքով, որ ինքը մարդ է ծեծել, դուրս է գալի, որ այս երկիրը ըստ կուսակցական պատկանելիությամբ է առաջնորդվում։ Այսինքն, եթե դուրս է գալի, որ Ռազմիկ Մկրտչյանը օրինակ ԿՊԱ-կանի չծեծեր, արի օրինակ չգիտեմ, ուրիշ քաղաքացու, կխրախուսեն միգուցե այլ պաշտոն առաջարկեն, պաշտոնի բարձրացում լինեն կամ առհասարակ հրաժարականը իր չներկայացնեն։ Այսինքն, այս մարդիկ բռնությունը խրախուսում են, այլ այս ամենը ուրիշ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում տվյալ, այսպես ասած, Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ ձերբակալությունը պետք է կիրառվեր նորնոք վարչական շրջանի բուչա այցելած թաղապետի վրա։ Ինչու թաղապետը չկալանավորվեց։ Որովհետև շանտաժ արեցին, ակնհայտ շանտաժ արեցին, բոլորս տեսանք, չէ՞ որ շանտաժ ասեցին, եթե դուք թաղապետին հեռացնեք, մենք էլ մանդատներս վայր կդնենք, իսկ որ մանդատները վայր դնեն, գիտեմ, որ Տիգրան Ավինյանը շամպանսկի պրոբկու պես աթոռից կթռներ։ Իրանք շանտաժից վախեցան, դեմնել ընտրությունները, գնացին քաղաքական առևտրի։ Հակառակ դեպքում բայլխի են Ռազմիկ Մկրտչյանին ձերբակալել։ Բա թող չձերբակալեն, դե տղեն չէր կարող ԿՊ-ով շանտաժ չէր անի, ինքն էր ԿՊ-ում, ինքը ուրիշ կուսակցությունից չէր։ Այսինքն ակնհայտ է այդ ամեն ինչը քաղաքական է։ Այլ հարցեր